աշխատատեղեր կլինի, մարդիկ դուրս չեն գա երկրից։ Դա առաջինն է։ Այդպես լիքը բաներ կա, որ պետքա վաստանավետանելու շատ բան ունենք երկրի մեջ դեռ։ Աշխատատեղերի հարցը Հայաստանում միայն սոցիալական խնդիր չէ, սա պետականության, անվտանգության եւ ապագայի հարց է, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Հայաստանում այսօր խնդիրը միայն աշխատատեղերի քանակը չէ, շուկայում հազարավոր թափուր աշխատատեղեր կան, բայց մարդիկ չեն աշխատում, որովհետեւ աշխատավարձը չի ապահովում նորմալ կյանք։ Արդյունքում ունենք պարադոքսալ իրավիճակ՝ մի կողմից գործազրկություն, մյուս կողմից արտերկրից ներգաղթած հազարավոր աշխատողներ։ Սա արդեն համակարգային ճգնաժամի նշան է։ Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ փոքր երկրները հաջողել են ոչ թե էժան աշխատուժով, այլ բարձր արժեք ստեղծող տնտեսությամբ։ Իռլանդիան 1980-ականներին զանգվածային արտագաղթի երկիր էր, այսօր Եվրոպայի ամենահարուստ տնտեսություններից է։ Ինչ արեցին իռլանդացիները, ներդրեցին կրթության մեջ, ստեղծեցին տեխնոլոգիական եւ ֆինանսական կենտրոններ, գրավեցին եվրոպական եւ ամերիկյան ներդրումները։ Էստոնիան Խորհրդային միության փլուզումից հետո աղքատ երկիր էր, այսօր թվային տնտեսության առաջատարներից է։ Նրանք ընտրեցին եվրոպական ինտեգրումը, թվային պետությունը, IT կրթությունը եւ բարձր տեխնոլոգիաները։ Լիտվան եւ Լեհաստանը միլիոնավոր մարդկանց էին կորցնում արտագաղթի պատճառով, բայց Եվրոպական միության շուկաներին ինտեգրվելուց հետո սկսեցին ստեղծել բարձր վարձատրվող արդյունաբերություն, լոգիստիկա, տեխնոլոգիական արտադրություն։ Աշխատավարձերը մի քանի անգամ աճեցին։ Հայաստանի լուծումն էլ նույն ուղղության մեջ է։ Մենք չենք կարող մրցել էժան աշխատուժով։ Հայաստանը կարող է հաղթել միայն գիտելիքով, տեխնոլոգիաներով, կրթությամբ եւ բարձր արտադրողականությամբ։ Դրա համար պետք է մի քանի ռազմավարական քայլ՝ անվճար եւ որակյալ բարձրագույն ու մասնագիտական կրթություն, տեխնոլոգիական եւ արդյունաբերական գոտիներ մարզային բնակավայրերում, եվրոպական շուկաների հետ ինտեգրում, փոքր միջին ձեռնարկությունների հարկային եւ վարկային բեռի թեթևացում, ուսանողական եւ բիզնես վարկերի տոկոսների նվազեցում, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ գյուղմթերքի վերամշակման խթանում, աշխատողի իրավունքների պաշտպանություն եւ արժանապատիվ նվազագույն աշխատավարձ։ ԵԱՏՄ-ն այս իմաստով անհեռանկար տնտեսական տարածք է, որովհետեւ այդ մոդելը հիմնված է էժան աշխատուժի վրա։ Հայաստանի ապագան բարձր տեխնոլոգիական եւ կրթված տնտեսությունն է։ Հայաստանը կարող է ունենալ ոչ միայն աշխատատեղեր, այլ բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Մենք ունենք կրթված ժողովուրդ, ստեղծագործ միտք, աշխարհով մեկ հաջողած հայեր։ Մեզ պետք է միայն ճիշտ տնտեսական ուղղություն եւ պետական ռազմավարություն։ Ժամանակն է վերջ տալ էժան աշխատուժի եւ աղքատության տնտեսությանը։ Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի, գիտելիքի եւ հնարավորությունների երկիր։ Քվեարկիր համար 18-ին, հանուն հանրապետության ապահովիր քո բարձր աշխատավարձի իրավունքը։